Բաչիմացա, կապան աջակցեց և քվեարկեց ընդդիմության օգտին։ 13 ձայնով ապահովեցին Վարդևանյանի ձայները, որպեսզի նա դառնա ազգային ժողովի փոխնախագահ։ Ձայների քանակը բաշխվել է հետևյալ կերպարով Վարդևանյան կողմ 53 դեմ 0։ Շնորհավոր եմ, պարոն Վարդևանյան։ Այսօր ազգային ժողովում մի հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Կապան, ով այսքան վաղ ընտրություններից առաջ ու հիմի ասում էր, մեղադրում էր, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը դա Ռոսիա ագենտ են, ուղղորդված են Կրեմլից, եկել են քանդեն մեր պետականությունը, իրանք եռագլուխ պատերազմի կուսակցությունն են ու սենց լիքը մեղադրանքներ, բայց այսօր արիուդես աջակցեց, որպեսզի այդ կուսակցության անդամը դառնա փոխնախագահ։ Դուք կասեք, դա սահմանադրությունն է պահանջում, պետք է իրար աջակցեն, որպեսզի պարլամենտի գործունեությունը սենց չխափանվի ու սկսի աշխատել։ Այո, դուք ճիշտ եք, դա հենց Ռուբինյանը ինքն էլ հաստատեց, որ ըստ սահմանադրության մի փոխնախագահ պետք է լինի ընդդիմությունից, դրա համար իբր թե իրանք աջակցեցին, որպեսզի այդ հարցը լուծվի։ Քաղաքացիական պայմանագիրը մինիմալ թվով ձայներ է ապահովել, որպեսզի պարոն Վարդևանյանը ընտրվի, քանի որ իրավիճակն այնպիսին էր, որ եթե քաղաքացիական պայմանագիրը այդ 13 ձայները չտար, պարոն Վարդևանյանը չէր ընտրվի։ Եվ սա չնայած այն փաստին, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն քվեարկվել մեծամասնության թեկնածուներին, եւ սա ամենևին չի նշանակում, որ պարոն Վարդևանյանը ավելի կոնսենսուսային թեկնածու էր։ Սա ընդհանրապես նշանակում է, որ մեծամասնությունը համարել է, որ սահմանադրությամբ ամրագրված այն փաստը, որ ազգային ժողովի նախագահի տեղականներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, պետք է ապահովել անկախ մեր քաղաքական տարաձայնություններից։ Բա Ռուբինյան, բա որ այդպես վաղ դուք սահմանադրությունը սենց բերում եք առաջ, ուզում եք ցույց տալ, որ դուք սահմանադրությամբ եք ուղղորդվում, բա Արցախի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը ըստ սահմանադրության հանդիսանում է Արցախի գարանտ բեզապասnost, այսինքն եթե Արցախի վրա հարձակում լինի կամ ինչ-որ վտանգ սպառնա, ապա Հայաստանի Հանրապետությունը պետական մասշտաբով պետք է գնա եւ պաշտպանի Արցախը։ Բա դուք քիչը պաշտպանեցիք Արցախը, հա՞։ Մի թողիկ պրոստը հերվից նայեցիք ոնց է հայաթափվում։ Թե այդ վաղ ձեզ բանը օգուտ չէր բերի պաշտպանությունը, իսկ երբ ձեզ պաշտպանությունը սահմանադրության օգուտ է բերում, խոսքի այս դեպքում այսօրվա ձեզ պետք է որ պարլամենտը աշխատի, քանի որ դուք մեծամասնություն եք։ Դրա համար սահմանադրություն, հա դուք հիշեցիք, այդ եք դուք։